ինչ անի խեղճ Նիկոլը, այս ընդդիմությունը տարելլա, կաշառելլա, քյասիպ աղքատ Պուտինին, ասելլա Լարսից հետ ուղարկի ելակները, ինչ անի խեղճ Նիկոլը, այս ընդդիմությունը գնացել կաշառելա Ալիևին, ասելա Նախիջևանում հունիսի 18-ին, 19-ին կանցկացնես մեծ գիտաժողով Արևմտյան Ադրբեջան 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը, բա ինչ անի Նիկոլը, ընդդիմությունն է գնացել Պուտինին ասել, կասես, որ գազի գինը կբարձրացնեմ, մեր ապրանքները հետ կտաս, գինին կոնյակը չընդունես, ձուկը թող փթի տանեն հովում հորեն, 91 միլիոն հատ ծաղիկը թող փչանա, անգամ եռաբլուր չտանեն, այնտեղ վառեն, որովհետև հետ բերելը շատ ավելի ծախսատար է, բա իհարկե սիրելի հայրենակիցներ, ինչ կապ ունի խեղճ Նիկոլը, այդ սաղ ընդդիմությունն է արել, Պուտինը նստած, սենց դատար գրպաններով սպասում էր, երբ ընդդիմադիր լիդերները Պուտինի ջեբը փող դնելու, որ Լարսից հենց հիմա, որ ելակով բեռնված մեքենաները հետ են գալիս, որ բեռնաթափեն Մեյմանդարի շուկա, բայց սաղ ընդդիմությունն է արել, ինչ կապ ունի ստեղ Նիկոլը, ժողովուրդ ջան, բա դուք ճիշտ եք, Պրիչոմ տուտ Նիկոլ, հասկանում եք, զավեշտը այն է, որ այս իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ ընդդիմության մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք կարան Ռուսաստանի քաղաքականություն որոշել, ինչ ասեմ, բրավո այդ ընդդիմադիր լիդերներին, ես անձամբ չեմ ճանաչում ընդդիմության մեջ այդպիսի լիդեր կամ այդպիսի գործիչ